Փառք Հիսուսին, սիրելի Աստծո ժողովուրդ, թող Տիրոջ անունը փառավորվի։ Ես այսօր ուրախ եմ, որ Աստված ինձ հնարավորություն ա տվել, որ ձեր մեջ գտնվեմ Տիրոջ ներկայության մեջ։ Ես երկու խոսք ասեմ իմ մասին եւ կանցնեմ բուն վկայությանս, որ ուզում եմ սոր ձեզ հետ կիսվել, որ թող Աստծո փառքի համար լինի քույրեր եղբայրներ։ Ես ինքս գիրովականից եմ, 90-ականներին լսել եմ Աստծո խոսքը, բայց չեմ ապաշխարել, եւ 2010 թվականին Ռուսաստանում ես իմ սիրտս տվեցի Տիրոջը։ Ես դիպեց քաղաքից եմ, իմ անունս Արտյոմ է։ Եվ կուզեմ իմ վկայությունս ասել, եւ երբ որ ես ներս մտա այստեղ, երբ որ ես խոսքերը տեսա, սա ինձ համար պատահական խոսքեր չէր։ Այս խոսքերը իմ սրտի մեջ որպես ոսկե խոսքեր են, որ այս խոսքերը պատճառ դարձավ իմ կյանքի մեջ, որ ես սոր ձեր հետ եմ, սիրելի քույրեր եղբայրներ։ Եվ գրված է, կուզեմ խոսքը կարդալ, որ ամեն մեկս հասկանանք, որ Աստծո խոսքը զորություն ունի։ Եվ սոր ինչքանով է Աստծո խոսքի հեղինակությունը իմ ու քո կյանքի մեջ, մեր ընտանիքների մեջ։ Սաղմոս 50:15 Իմ նեղության օր ինձի կանչե, ես քեզ պիտի ազատեմ ու դու ինձ պիտի փառավորես։ 2010 թվական մայիսի 9-ն էր, ես արդեն խոսքը լսել էի եւ մի քանի անգամ հաճախել էի, եղբայրների հետ ծանոթացել էի եւ այդ ժամանակ իմ մեծ տղան 3.5 տարեկան էր։ Եվ իր ձախ ձեռքը, ասեն մոծակի պես ինչ-որ մի բան էր, կծեց փոքր եւ ժամեր շարունակ սկսեց կարմրել, սկսեց ուրչել։ Մենք գնացինք մեր մոտի պոլիկլինիկան բժշկին դիմեցինք, բժիշկը տարբեր դեղամիջոցներ դրեց, այդ դեղամիջոցները վերցրեցինք, առանց օգտագործեցինք 1-2 օր եւ ապարդյուն, ոչ մի օգուտ չկար։ Գնալով տարածում էր ամբողջ մարմնի վրա, սկսել էր մաշկը ուրչել, սկսել էր կարմրել, սկսել էր կապտել, մեկ ուրիշ բժշկի մոտ գնացինք, ինքը բռնեց մեկ ուրիշ դեղամիջոցներ գրեց եւ տվեց։ Եվ ես իրան հարցնում եմ, չէ՞ որ մենք արդեն այս բոլոր բաները ուրիշ դեղերով փորձել ենք։ Ինքը ինձ ասում է, մենք ամեն մեկս մեր հասկացած ձևով ենք բուժում։ Նորից նույն դեղերը գնեցին, գնացի տուն, սկսեցինք օգտագործել երեխայի վրա, նորից 2-3 օր ապարդյուն, ոչ մի օգուտ չկար։ Երեխայի մաշկը ամբողջ ձեռքերի վրա մաշկը հեռացավ իր վրայից, բոլոր միսը կարմիր բացվեց եւ սկսում էր այլունահոսություն։ Եվ կամած ամբողջ մարմնի վրա տարածվեց, դա երևակայ մի 10 օր քաշեց եւ տարածվեց իր մարմնի վրա, իր ոտքերի վրա, իր հետեւ սկսեց կամած բարձրանալ գլխի վրա։ Մենք չէինք հասկանում ինչ էր կատարվում, եղբայրներից մեկը եկավ այդ կարգավիճակը տեսավ եւ սկսեցին ամեն երեկո մեր տուն այցելություն անել։ Ես գաղափար չունեի, ես իրանց վկայության խոսքով ասեմ, որ սարսափած էին եւ իրանց մեզ որոշում էին կայացրել, որ ամեն գիշեր մինչ որ ժամ էին դրել, որ այս ընտանիքի համար պիտի աղոթք արվի, որովհետեւ երիտասարդ մի քանի օր քայլեր են անել եւ այսպիսի բան ապատահում իրանց հետ։ Եվ մի քանի օր աղոթքներ շարունակ ես իմ ընկերոջ հետ կանգնած էինք, ինքն էլ Ավանաձորից, ինքն էլ իմ հետ ապաշխարել, իր անունն էլ Արտյոմ, եւ հանկարծ կինը զանգեց եւ սկսեց լացել։ Ասավ երեխան մեր ձեռքից գնում է։ Ամբողջը բարձրացել է գլխի վրա եւ այդ արտադրությունը, որ դուրս էր գալի իր ներսից, ամբողջ գլուխը ոնց լողացած մարդը, որ նոր դուրս է գալի, ինչ թաց է գլուխը։ Այդ նույն վիճակի մեջ ինքը լացում է, ոչ մի հագուշ չեն կարողանում իր վրա հագցնել։ Իմ ձեռքեր ոտքերս թուլացան, մենք գնացինք մեքենայով տուն, երեխային վերցրեցին, որ տանենք հիվանդանոց։ Եվ ճանապարհին գնալուց իր ամերը շուտվա մեր հոգևոր քուրիկներից Արևքուրը ասավ այ ախպեր, քեզ մի բան ասեմ, երեխուն Աստծուն տվել ես, ասեմ ես դա չգիտեմ էլ ինչ է։ Ասավ ես հիշում եմ ինչ-որ իմ մայրս այսպիսի բաներ էր խոսում, որ երեխեքին պիտի Աստծուն տվեցվի։ Ասում եմ, բա ո՞նց են տալի, ասում եմ ես էլ չգիտեմ ո՞նց են տալի։ Դե որ ասի չգիտես, բեր երկու խոսքով ինչքան որ հասկանում ենք, այդ ձև անենք, որ սիրտերս մխիթարվի։ Ասի Տեր Աստված, ես չգիտեմ ոնց արվում, բայց հենց մի այս երեխուն քեզ եմ տալի։ Երբ որ գնացինք մեր շրջանային հիվանդանոցը, մեր քաղաքի մեջ շատ ուժեղ հիվանդանոց է, ամեն տեսակի մասնագետներ կան եւ բոլոր շրջաններից գալիս են այդտեղ, երբ որ գնացինք այդտեղ բոլոր բժիշկները հավաքվեցին
Եվ ով երեխային տեսավ, ասավ մենք քեզ ոչի բանով չեն կարող օգնել։ Ես հիշեցի, երբ որ եղբայրները եկել էին մեր տուն, անընդհատ խոսքեր էին ասում, բայց երբ որ այս համարը մի եղբայր ասավ, որ գրված է կանչիր քունեղությանդ օրը, եւ ես կազատեմ քեզ եւ դու կփառավորես։ Ես այդ համարից ամուր բռնեցի։ Ես չէի հասկանում։ Ես շատ ժամանակ որ իմ կյանքի մեջ երանելի եմ տալի իմ գիշերվա աղոթքի համար, որ ես ավելի հաստատուն էի, ես հավատացած էի եւ ես գիտեի ով պիտի գա ինձ օգնելու։ Այդտեղից բժիշկները մեզ չընդունեցին, ասին մենք քեզ ոչ մի բանով չեն կարող օգնել, այս ինչ ծանր վիճակի մեջ եք դուք, գնացեք մեկ այլ ուրիշ հիվանդանոց, որտեղ մաշկային այդպիսի բժիշկներ կան։ Արդեն երեկոյան ժամը 10-10:30 ժամեր էր գնացինք, մուտքը փակ էր, պատուհանը ծեծեցինք, ինձ պահակը դուրս եկավ, ասաց ձեզ չեմ կարող ներս թողել։ Ես իրան խնդրեցի, ասի խնդրում եմ ձեզ։ Իմ երեխաս տեսնում եք ես ինձ վիճակի մեջ է, կինս լացում է, իմ աչքերից ես չգիտեմ սրտիցս արունակ աթն, ասի ես ձեզ խնդրում եմ ուղղակի, ինձ օգնեք, երեխեն ձեռքիցս գնում է, ասավ տղա ջան, մի րոպե սպասի այստեղ։ Ինչ-որ միտեղ զանգահարեց եւ ընդերից ներսից ասին թող գա։ Եվ հիշում եմ այդ միջանցքը, երբ որ գնում ենք, կնոջս հետ երեխայի հետ գրկած, եւ այդ ժամանակ հետո կինս վկայեմ, որ իր ներսը խոսք եկավ, որ մի վախեցիր, ես ձեզ հետ եմ։ Ինքը դրա մասին չգիտեր, ինքը եկեղեցի քայլ չէր արել եւ չէր էլ ճանաչում, բայց ես տագնապի մեջ ինձ ոչ մի բան չասեց, բայց իրան արդեն եղել էր, որ մի վախեցիր, ես քեզ հետ եմ։ Երբ որ գնացինք, տարեց կին էր մի 70 տարեկան, եւ երբ որ երեխայի թևը սկսեցի կամած հագուստ առանձնացնել, որովհետեւ ամբողջ մաշկը կպնում էր հագուստից, ինքը մի փոքր տեսավ, ասավ պետք է չի որ հանես։ Եվ սկսեց ամոթանք տալ, ասավ ամոթ ձեզ, դուք այսպիսի ծնողներ եք, երեխան ես ինչ կարգավիճակի մեջ է հասել ու նոր եք դուք բերում, բայց երեխայի այդ ծայրահեղ վիճակը մի քանի օրվա մեջ եղավ։ Բժիշկների հսկողության տակ էր պոլիկլինիկայի, բայց ոչ մեկը չկարողացավ օգուտ տալ, եւ մեր տունը արդեն այնքան դեղորայք են կարել, որ ապցեկ էր դարել։ Եվ ասեց երեխուն հագցրա այդ թևը։ Երեխու ձեռքից բռնեցի եւ շուռ եկա իրան ասի Աստված ձեզ օրհնի։ Ես ուրիշ ժամանակ չէի կարող այդ ձև վարվել, որովհետեւ նոր էի, ես շատ բան չէի հասկանում, ես պիտի իրան անպատվեի, անվայելուչ խոսքեր ասեի, բայց իմ վրա խաղաղություն էր եւ շուռ եկա ասի Աստված ձեզ օրհնի։ Հետևիցս ճված ասավ երիտասարդ մի րոպե։ Եվ երբ որ կանգնեցինքը, ասես մի հեղուկ տվեց եւ բինտ տվեց եւ ասավ ես կխնդրեմ որ դու ամբողջ գիշեր չքնեք եւ թռչոցներ դնեք ամբողջ մաշկի վրա երեխուն։ Եվ վաղը կգաք, որ ես ոնց հասկանում եմ, որպես բժիշկ ես երեխայի ամբողջ արյունը պիտի փոխվի, ինչ որ եսի մեզ ինչ անհասկանալի հիվանդություն է։ Երեխան ամբողջությամբ կարմիր էր, եւ միշտ այդ պարագան ես ապարատը վերցրել եւ երեխային այդ վիճակով սկսեցի նկարելը։ Եվ կինս ինձ ասում էր դու խիղճ չունես, որ տենց նկարում ես, բայց ես չգիտեի ինչի համար էի նկարում։ Եվ երբ որ տուն գնալուց այդ միջանցքից դուրս գալուց, այդ կինը նորից ճված, երիտասարդ մի րոպե ես շուռ եկա եւ ինձ ասեց աղոթիր։ Ուրիշ ոչ մի բան, այդ 27 ռուբլյանոց հեղուկը տվեց բինտը եւ հետևիցս ճված ասամ աղոթիր։ Եվ որոշեցինք հենց այդ գիշեր երկուսով մեր վրա ժամեր դրեցինք, որ երեխեքի պերևասկը կփոխենք։ Այդ անում ենք մութ ժամանակ, որ երեխեն իր վիճակը չտեսներ, որ սա իր ամիս ամբողջությամբ բաց էր։ Հեռախոսի լույսի տակ ենք անում, որովհետև ամեն ժամը մեկ փոխում ենք այդ վիրակապերը, որ դա սկսում էր կարմրել, արյուններ վրել, եւ սկսեցինք մեկը սկարտում աղոթք ենք անում, մեկը երեխայի ձեռքեր ոտքեր սենց պահում ենք, որ տեղաշորին չկպնի, որովհետև ցավում էր, լացում էր։ Եվ այսօրվա պես հիշում եմ, որ ժամը 4:20 էր, երբ որ ավետարանից միտեղ կարդացի ասի աղոթեմ։ Երբ որ ծնկի եկա աղոթելու, զգացի մի սառը միտք։ Ձայն չեմ լսել։ Մի միտք եկավ ներսս եւ ասեց. դու ժամանակին նորմալ երիտասարդ ես, նորմալ տղա ես, ես էի ուզում։ Դες մի քանի օր աղոթքը դրել ես եկեղեցին, հնանայի երեխեքին ինչ դարձավ։ Ձեռքիցդ գնում է։ Եվ քույրեր եղբայրներ ընդունեցի ես այդ ամեն ինչը եւ իմ ներսը սկսեց ապստամբել Աստծո առաջ։ Իմ հոգիս սկսեց բորբոքվել, սկսեց ներսս ապստամբել եւ այդ ապստամբությունը արդեն հասնում է շուրթերից, որ շուրթերով սկսեմ ապստամբությունս ներկայացնել Աստծուն, որ դու իմ հետ ինչ արեցիր։
Եվ վարկյան էլ ակնթար չեր անցել, մի հատ խաղություն եկավ, և մի ուրիշ միտք մտավ սիրտս ասավ, դու Հիսուսի այրան գինն ես։ Եվ կարծես թե ես այդտեղ աղոթքի եկած եմ, որ ինչ-որ անձնավորություններ ես ոչ մի բան չեմ տեսել, բայց զգում եմ ներկայություն և սկսեցի իրանց հետ զրուցել պարզ և շուր եկա այս մի կողքս, որ այդ զգում էի ներկայությունը, ասի ես Հիսուսի այրան գինն եմ։ Ու ասի Տեր Աստված, ես չգիտեմ դու ինչ ես պատրաստել ինձ համար, բայց ես կխնդրեմ, որ դու իմ սիրտս պատրաստես, որ իմ երեխուս հետ ինչ լինի, ես չեմ կարող ոչ մի բան տանել, դու իմ սիրտս պատրաստի, որովհետև քույրեր եղբայրներ, ես այդ վիճակը տեսնում եմ, որ իմ երեխան իմ ձեռքից գնում է։ Ես հույս չունեի, ամբողջ որտեղ իմ ձեռքը սկսեցի այդ հույսերը բոլորը խափանվեց և մնացել էր միայն մեկը։ Եվ ես հասկացա այդ ժամանակ, որ ես ում որ կանչում եմ, հավատացած եմ, որ նա է միակը, որ ինձ կարող է օգնել։ Միգուցե շատերի համար այս խոսքը գրված է որպես խոսք, բայց այս խոսքերը իմ կյանքի մեջ իրականություն դարձավ։ Եվ այս խոսքերը պատճառ եղավ, որ ես այսօր կանգնած եմ ու համարձակ Աստծո փառքի համար կարող եմ այդ վկայությունը տալ, որ այսօր մենք ամբողջ ընտանիքով դարձել ենք Տիրոջը, թող իր անունը փառավորվի։ Եվ ասեմ, որ մենք որպես մարդ հասկանում ենք, որ նեղության մեջ ընկնելով, դու գիտես, որ նեղությանդ մեջ քեզ ով կարող է օգնել։ Դու եթե կանչում ես իմ եղբորդ, որովհետև հավատում ես, որ նա ինքը քեզ կարող է օգնել, որովհետև դու իրան ճանաչում ես, եւ նույնպես այս խոսքերը մենք միջև չհավատանք, որ ինքը կարող է օգնել։ Մինչև չվստահենք, որ մի առօգնություն իրանից է, այս խոսքերը ինձ ու քեզ օգուտ չի տա։ Եվ այս խոսքերը իմ մեջ կյանք դառավ եւ շատ ժամանակ այսօր եւ աղոթք եմ անում, ասում եմ Տեր Աստված, 7 տարիներ առաջ այդ գիշերվա մեջ այդ վիճակս, որ ես ոչ մի բան չէի հասկանում, բայց երանելի է տալի այդ վիճակից, որ այս խոսքից ամուր բռնել էի եւ դու եկար ինձ օգնության։ Երբ որ աղոթքս վերջացրեցի, օրը լուսացավ, երեխուն արդեն պիրևասկի քարեցինք թե հերթափոխնելով եւ գնացի, որ նախաճաշ պիտի անեմ, որ պատրաստում ենք երեխային պիտի տանեինք արդեն հիվանդանոց, չգիտեմ, ուր պիտի ուղարկեն, ինչ պիտի անեն։ Եվ կինը սենյակի մեջ բարձր աղաղակել ճված անունս։ Իմ վրա սարսափ եկավ, ես ասի վերջս եկավ, всё երեխես գնաց ձեռիցս։ Բայց երբ որ վազելով գնացի, տեսա երեխաս նստած է։ Եվ իր բնտերը քանդումա, եւ այդ բոլոր վերքերը, այդ բոլոր չորացած, այդ ամեն ինչը որ կար սա բնտի վրա էր, եւ իր մաշկը սպիտակ բարակ ամբողջ մարմնի վրա եկել էր, թող փառավորվի Տիրոջ անունը։ Եվ ես հասկացա, որ ասել ապարատը բեր ստեղ։ Եվ բռնեցի, որ նկարեցի երեխային նույն վիճակի մեջ։ Իշտ այդ նկարները այնտեղ եմ թողել, բայց այդ նկարները իմ հեռախոսից մեջ կա, որ մի օրվա տարբերությամբ, մի գիշերվա տարբերությամբ, մի ահավոր սարսափելի բան եւ առավոտը լույսը ցակելու հետ Աստծո ողորմությունը մտավ մեր ընտանիքը։ Թող Տիրոջ անունը փառավորվի քույրեր եղբայրներ։ Եթե այսօր ամեն մեկս մենք իր այդ հաղորդ կյանք ունեցանք, իզուր մեր հավաքույթի գալը։ Ես շատ անգամ ասում եմ, որ մենք հավաքվում ենք, որ շատերս երևակայի կան մեր մեջ մարդիկ, որ գալիս ենք այստեղ մեկս մեկից ստենալու, մեկը գալիս է կարողա որ ինչ-որ նորություններ իմանալու, բայց երանելի այն մարդը, որ գալիս է Հիսուսի անունով այստեղ։ Երանելի այն մարդը, որ Աստծո խոսքը իր ընտանիքի մեջ միշտ բարձր է պահում։ Եվ այսօր այդ երեխան մեր արտակ եղբայրը տեսել է 11 տարեկան տղա է արդեն, ինքը եկեղեցու պատանեկան մանկական խորի մեջ երգում է եւ մենք էլ Տիրոջ խնդրում ենք ողորմություն անի, որ իր հետագա բոլոր կյանքերի մեջ բոլոր երեխաները Տիրոջը փառավորեն ու մեծարեն սիրելի քույրեր եղբայրներ։ Թող Աստված օգնական լինի ինձ ու քեզ։ Եվ շատ ժամանակ մենք գալիս ենք այստեղ, ամեն մեկը սեր սպասելիք ունենք Տիրոջից։ Ասում ենք Տեր ես կարիքն ունեմ, ուզում եմ որ դու ես բանն անես, բայց Աստված էլ ինձ ու քեզանից սպասելիք ունի։ Թե այսօր ինձ սրտով ենք եկել իր առաջ, ինչ ենք բերել իր համար, ինչպիսին ենք մենք աշխարհի մեջ քայլում, արդյոք մեր կյանքի մեջ մեր Տեր Հիսուսը փառավորվում է, թե չի փառավորվում։ Թող Տերը փառավորվի եւ օրհնի եւ իմ բարևներս կտան, որ մեր ժողովրդի կողմից ձեր ջերմ եւ քաղցր բարևներ ինձ համար սա մեծ ուրախություն է։ Փառք Տիրոջը։